Մաներ բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված լսենք ձեր խոսքը։ Եվ այսպես մենք տեսնում ենք հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց իրականացրած արշավը չի դադարում, բայց նաև տեսանք 7 վերք եկեղեցում հաջորդ օրը, երբ իրենք գնացել են եւ այդ ծիսակարգն էին անցկացնում, մաքրագործման աշխատանքներ աղոթք պատարակ իրականացվեց Շիրակի թեմի առաջնորդների հոգևոր դասի ավելի շուտ, քանի որ առաջնորդը Միքայել Սրբազանը բանտված է։ Շիրակի թեմի հոգևոր դասի ձեռամբ, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, որտեղ մենք տեսանք նաև գյումրեցին կանայք ինչ ամոթանք տալով ուղղակի դուրս վռնդեցին քաղաքից այն arczepiskopոսներին, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ, այսպես շրջիկ arczepiskopոսների, որոնք գնացել էին Գյումրի։ Խնդրեմ Գյումրիում ինչ տեղի ունեցավ, այս ամենի հետ կապված ձեր խոսքը։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Նախ ուզում եմ ասել, որ ինչպես որ ամենասկզբում Նիկոլ Փաշինյանի այս սկսած արշավի ամենասկզբում հայտարարում ենք, որ այս արշավը մեկ անձի դեմ չի կամ եկեղեցում աշխատող, եկեղեցում գործող, եկեղեցուն նվիրված, եկեղեցում ինչ որտեղ լավ աշխատող կամ վատ աշխատող, եկեղեցում ինչ որտեղ լավ նվիրված կամ վատ նվիրված հոգևորների անհատների մասին չի ես խոսքը։ Հասկանում եք, այս ծրագիրը, որը ինքը կյանքի է կոչում, կոնկրետ հայ առաքելական եկեղեցի հասկացողությունը քանդելու մասին է, եւ սրա փաստը օրերս նրա վերջին այդ աղանդավորական շարժման դասընթացները, որ անցկացնում են, դուք դրեք համեմատություն արեք, շատ տիպիկ, ինչպես են աղանդավորները քարոզչություն իրականացնում, նույն ոճի մեջ քարոզչություն է իրականացնում Փաշինյանը եւ մի քանի օր առաջ ընդամենը հայտարարում էր, որ եկեղեցին դա պետությունն է ստեղծել։ Պետությունը եւ որը իրականում պատմության հետ չի համապատասխանում, եկեղեցին դեռ ստեղծված է եղել, որից հետո նոր է պետությունը ստեղծվել, որից հետո պետությունը այո մասնակցություն է ունեցել եկեղեցու ընդգրկվելուն մեր ավելի ամրանալուն, բնականաբար սա եղել է, բայց ան որ եկեղեցին եղել է մինչև պետության այդ հաստատումը, դրա մասին մասնագետները, պատմաբանները շատ ավելի կոնկրետ փաստարկված ներկայացրել էին, տեսանյութը կար, եւ ինչ եմ ուզում ասել, որ Փաշինյանը արդեն իսկ ցույց է տալիս, որ ինքը գործում է ոչ թե անձերի անհատների դեմ։ Հասկանում եք, սկզբում թիրախավորվում էր կաթողիկոսը, բայց ձերբակալվեցին մեր սրբազանները, հասկանում եք, ու բոլոր սրբազաններին ձերբակալում է։ Բոլորի վրա ցեխաշպրտում, վիդեոներ են կեղծ տարածում, չգիտեմ, նյութեր են տարածում, տեսնում են, որ չեն կարողանում ստիպել, որպեսզի անցնեն իրենց ճամբար, սկսում են ձերբակալել։ Հասկանում եք, սա այս մեխանիզմով, ինչպես նաև տեսանք, կան որոշ հոգևորներ, ովքեր անցել են իր ճամբար։ Հիմա թե ինչպիսի լծակներ ունի, թե ինչերի մեջ են, թե ոնց է կարողացել տանի իր ճամբարը, այդ Նիկոլը գիտի, մեկ էլ այդ գնացողները գիտեն։ Բայց որ գնացել են սատանայի նեռի ճամբար, եթե իրենք ամենամեծ սխալներն էլ արած լինեին, չգիտեմ ինչ կոմպրոմատներ էլ իրենց վրա հավաքած լինեին, դա ավելի ընդունելի կլիներ, քան գնալ նեռի ճամբար, քան գնալ այդքան անմեղ տղու սպանացի ճամբար։ Ու այո, Փաշինյանը գնում է հստակ քայլերով եկեղեցի ցուկ հանդման։ Ինչի, որովհետև մեծ տերերը իրեն երաշխավորել են, որ եթե գնա այդ ճանապարհով, ինքը կվերընտրվի։ Այսինքն այդ մեծ տերերը իրեն կօգնեն ֆինանսապես, երկրի ներսում շատ բաների վրա ձեն չեն հանի, իրեն կտան արտոնություններ, ինքն էլ կգործի, քանի որ ինքը հասկանում է ինչպիսի մեծ ուժերի հրամանակատարում, հպատակ դառնալով այդ թվում նաև թշնամի ուժերի հրամանակատարում, եւ ինքը հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեջ չունի վստահություն, աջակցություն եւ չի կարող հենվել հայ ժողովրդի վրա, որովհետեւ նույն ազգային անվտանգությունը իրեն մշտապես զեկուցում է, թե ինքը Հայաստանում ինչպիսի վարկանիշ ունի այսօրվա դրությամբ, եւ նա քաշ գիտակցելով, հասկանալով, որ այլևս չի կարող կեղծ ժողովրդավարության վրա իշխանություն պայել, ամբողջությամբ անցել է
ուժով իշխանության պահելու մեթոդին եւ մեծ տերերի խամաճիկը դառնալով շարունակի վերարտադրվել։ Եվ սրա այս ծրագիրը, այս ազգակործան, այս հայակործան, այս հայասպան, այս եկեղեցին, որը ամենալուրջ հենասյունն է եղել հայի, աշխարհասփյուր հայության, դրել է այսօր ջարդում է այդ հենասյունը, ինչպես որ ջարդեց Արցախը, իբր բոլոր բարեփոխումները երկրում իրականացրել է, ասենց դուրս ես գալիս փողոց, այնքան բարեփոխված երկիր ես տեսնում, հիմա է դարել է հոգևոր կյանքի մասնագետ, թերուսը, մի դիպլոմ չունեցող այդ թերուսը, հելել ընկել է հոգևոր քարոզներ անում։ Այսինքն ինչից խոսում ես ինքը դրա մասնագետն է։ Եվ սրա արդյունքում, այս իր ծաղկակ հաղի արդյունքում, որ ամեն տեղից մի բան պլեջ արել, գալիս լեզվին է տալիս։ Ասենք դու ինչ կապ ունես արա հոգևոր աշխարհի հետ, այ մեղքերի մեջ թաղված պղծիկ կծիկ։ Դու ամբողջությամբ դեմքիդ երբ որ նայում ենք, քո դիմագծերից, քո ֆիզիոնոմիայից երևում է դու մեղքի կծիկ ես, դու մուտանտ ես։ Հաղվում ես մեղքերի մեջ կորած եկել ես, սրա նրա վրա քար ես նետում։ Բնականաբար նրանք բոլորն էլ մեղավոր մարդիկ են։ Նրանք Հիսուս Քրիստոս չեն, քո պես չեն էլ ներկայանում Հիսուս Քրիստոս, հասկանում ես։ Ասում են ընդամենը մի հատ հասարակ հոգևորական ենք։ Մեր մեղքերով հանդերձ մարդիկ ենք, մենք էլ ենք մարդեղ, մենք էլ ենք մեղքեր գործել, մենք էլ ենք սխալներ գործել, այդ մարդիկ չեն էլ հրաժարվում։ Դուք դրել եք ձեր մեղքերի մեջ թաղված կեղտը բերանները տալեցվում, ուրիշների վրա քար եք նետում, ու դրանով ուզում եք ինչ, լավ, եթե ինչ որ մեկն էլ է մեղք գործել, դրանից ձեր մեղքը պակասում է։ Դուք ինչ եք ուզում ես հանրությանը, ժողովրդին ընդհանրապես կերակրել ու ապացուցել, թեթևացնելու ձեր մեղքը սարսափելի ծանր է։ Դուք 18 տարեկան անմեղ տղերքի եք ծախել, դավաճանել հողի մեջ, այն տղերքին, որոնք անձնուրաց կռիվ են տվել, ամեն թիս հողի համար արա ձեր սրբությունների, ձեր փողերի, ձեր բիզնեսների, ձեր ամեն ինչի համար։ Դուք այնքան նահագլի եք եղել, որ դուք այս տղերքին եք թիկունքից խփել։ Բայց ձեզանից էլ ինչ սպասենք, երբ որ 2021 թվականին ասում էինք, որ այս դավաճաններին քվե պտի չտակ, շատերը չէին ընդունում։ Ինչ է բերել այս 5 տարիների ընթացքում։ Ինչ է անում, ինչ է արել։ Բացի նսեմացնելուց հայի կերպարը արժանապատիվ հայ, աշխարհով մեկ ծանոթներ ունենք, մարդիկ գետինն են մտնում, գետինը, որ սրապես անմտածված, անհաշվար, ափր ցփր, որտեղ ինչ ուզի կխոսի, ոնց որ մի հատ փողոցի խուշան, խայտարակ արել ես 7 տարիների ընթացքում, հային նսեմացվել սարկելա ոչ մի բան, ամբողջ աշխարհում, ողջ աշխարհը ծիծաղում է մեր վրա այսօր, որովհետև սա չունի ղեկավարի դեմք, ղեկավարի խոսք, ղեկավարի կերպար, ամեն ուրեք կապիկությամբ է զբաղվում, ամբողջ պետական ռեսուրսն ու լծակները ուղղել է իր անվտանգությունը ապահովելուն, այս եկեղեցին մտնելուն, այս եկեղեցին զավթելուն, տեսան Գյումրիում թքեցին երեսին, չկարողացավ, այո, արժանապատիվ Գյումրու հոգևորականներից որևիցե մեկին չկարողացավ դավանափոխ անել։ Եվ սա պատմության մեջ գրվելու է։ Սա իրոք ձեռք բերում էր, որ ուրիշ տեղից բերեց, եկավ, չգիտեմ, ում բերեց, ինչեր արեց, ինչ շոու արեց, թողեց գնաց։ Նա պղծում է, այո, այսօր փորձում է պղծել, կտրել, տեսեք սատանիստները Նիկոլի միջոցով ինչ են անում, կտրել հային հավատքից, որպեսզի տիրեն, հասկանում եք, երբ որ մարդուն Աստծուց հավատքից կտրում ես, դարձնում ես մատերիալ և գնում ես ապրանքի պես, օգտագործում ես ոնց ուզում ես, իսկ սա դա է անում, որովհետև նրան հավատ այլևս պետք չէ, նա փող ունի,
Իսկ հավատ, Աստված, սրբություն ունեցող մարդիկ ինչքան ուզում ես փող տուր։ Նա Աստծուց վախենում է, նա չի գնում այդ կեղտոտ քայլերին։ Դրա համար մի կողմից նարկոտիկ են լցնում ես երկիր, մյուս կողմից հավատքից են կտրում։ Տեսեք, մարդը կարա ցանկացած մեղքեր գործի։ Բայց այն մարդը, որը չունեցավ ապաշխարելու, մեղքերից ազատվելու, ուղղվելու, ապրելու հնարավորություն, հավերժական դատապարտված է այդ մեղքերի մեջ ապրելու ու տառապելու։ Հիմա սա է սատանիստը, դա է ապահովում, դա հային, մեղքի մեջ ընկածին, զրկում է այն հնարավորությունից, որ հետագայում այդ մարդը ունենա հնարավորություն ազատվելու այդ մեղքերից։ Բոլոր մարդկանց եմ դիմում եւ ասում, դուք ձեր վրա վերցրեք, ձեր կյանքում վատ արարքներ եք արել, սխալ բաներ եք արել, հոգին ձեր ծանրացած է եղել, գնացել եք սուրբ եկեղեցիներ, սրբավայրեր, որպեսզի ազատվեք այդ մեղքերից, որպեսզի ներում խնդրեք Աստծուց։ Փակում են այսօր այդ մաքուր տեղը ձեր համար, այդ դուռն են ջարդում, այդ սուրբ տեղերն են պղծում, ձեր հոգիներին են ուզում տիրեն, ձեր հոգին են ուզում հավերժական դատապարտեն մեղքերի։ Սա պետք է հասկանաք։ Սա արդեն նյութականի հարց չի, սա ձեր հոգու մաքրությունը, ձեր հոգին կեղտերի մեջ թողելու հարց է։ Իսկ հայ առաքելական եկեղեցու պատմությունը այնքան մեծ պատմություն ունենք, որ աշխարհի շատ կեղտոտ, կեղծ ուժերի դա ձեռ չի տալիս այսօր։ Նրանք թիրախավորել են երկար տարիներ մեր եկեղեցին եւ այսօր այդ հարմար պահն օգտագործելով ամեն կողմից հարվածում են մեր սուրբ եկեղեցուն, քարկոծում են մեր եկեղեցուն, ներսն են մտնում, ներսից են ուզում քանդեն, հյուծեն, պառակտեն, տիրեն։ Սա մի մեծ պատերազմ է հային, սա մեծ պատերազմ է հայտարարված, ոչ թե միայն հողի, նյութականի առումով, սա պատերազմ է մեր գենոֆոնդի դեմ, մեր հավատքի դեմ, մեր պատմության դեմ, մեր անցածի դեմ, հասկանում եք, սա մի մեծ պատերազմ է, մեզ բնաջնջում են, ներսից հոգեպես փորձում են բնաջնջել, թուլացնել, կներեք, խեղճացնել, սա մենք պետք է հասկանանք, բայց ես վստահեցնում եմ ձեզ, ամենազոր Աստծով հայը պետք է ոտքի կանգնի ծնկած վիճակից եւ բոլոր նրանք, ովքեր օգտվում են այսօր առիթից, ովքեր մտածում են, թե անպատժելիություն է, կարելի է հոգևոր աշխարհի հանդեպ այդպես լեկտի արտահայտվել, անպարկեշտ բառերով, բոլորին, ես հիշեք, բոլորիդ տեղեկացնում եմ ու ասում եմ, հատ առ հատ, ձեր տեսանյութերով, ձեր ասած բառերով, կանգնելու եք պատասխանատվության առաջ, ու հետո չասեք, մենք չենք հասկացել, թե ինչ ենք արել, մենք չենք հասկանում, ինչ ենք անում, կամ մեզ ստիպում էին, կամ մեզ էս էին անում, սրբազաններին էլ էին ստիպել, որ ուրանան, ծախվեն, Սամվել Կարապետյանին էլ է ստիպել, միլիարդները թողած բանտում նստած է։ Կարար այսօր վայելքների մեջ լիներ, շքեղ տեղերում լիներ, չէ, կարար, բայց մարդիկ չեն արել, չեն անում, տանջվում են, տառապում են այսօր բանտերում։ Նույն Գյումրու քաղաքապետին են այսօր 4 կողմից տղուն են ձերբակալում, սրան են ձերբակալում, ճնշում են, որ դավանափոխ եղի։ Ինչ արե, չի արե, ինչ մեղքեր գործե, չի գործե, այդ ինքը ու Աստված գիտեն, բայց այն, որ ինքը այս սատանեկի կողմը չի անցնում, ես մենակ դրա համար հարգում եմ։ Տեսնում եք, սա է կոչվում ներրի ճամբար չանցնելը։ Այո, հեշտ չի, ես հասկանում եմ, հեշտ չի, ես 7 տարի այդ ամեն ինչի միջով անցել եմ ու անցնում եմ, բայց սատանայի տվածից օգտվելը դա ձեզ բերելու է ավելի մեծ աղետ։ Եվան էլ կերավ այն պտուղը, որի արդյունքում տեսակ ինչ եղավ։
Հիմա ձեզ հեսա դիմացնել ընտրություններ, սկսելու են, լավ կերակրել ձեզ, տապիկություն անել ձեզանից, հարկերը եսի միլիոններով, միլիարդներով հավաքեն, 10% ընտրությունների դիմաց ցուցադրաբար իրանց ամբողջ թիմով կամերաներն առեն, էս ենք կառուցում։ Մի հատ հող են փորում, նկարում են, հողը փորեցինք, մանկապարտեզը ներկեցինք, մանկապարտեզը կառուցեցինք, մի ամբողջ պետություն, մի հատ մանկապարտեզ է կառուցում, արտաքին պարտքը հանել դարձրել է 8 միլիարդ, մի հատ մանկապարտեզ է կառուցում, առավոտից իրիկուն նկարում, հələ 8 միլիարդ դոլար բերանով ասեք, հələ այդ փողի ծավալը պատկերացրեք ինչքան պարտք է վերցրել, դրա դիմաց դրեք հաշվեք ինչեր են կառուցել։ Այս ժողովրդին դրել են հիմարի ապուշի տեղ, տարական հաշվարկ, մտածում են թե ժողովուրդը ի վիճակի չի անելու, չի կարում են, մտածում են այս ժողովուրդը գումարում, հանում, տար, չգիտի, արա այս դեպիլները իրանց անգրագետ, անտառաճանաչ, չսովորած, հալով, եկել են մի ամբողջ ազգի, ուզում են դնեն անգրագետի տեղ։ Սրանք չեն հասկանում, որ այս ժողովրդի միջին ամենաանգրագետն է։ Այդ գումարում հանումը կարում է անի, դուք ում եք եկեք խափում հարիվի տեղ դնում, մի ամբողջ պետական բյուջետ դրել եք ձեր տակը մխսում եք, Նիկոլ Փաշինյանն ասում է, թոշակը 10,000-ով բարձրացնենք, մեկա չեն հասկանում այդ թոշակառուները, 10,000-ը եսին ոնց են ծախսում, անարդյունավետ են ծախսում, չեն կարողանում ճիշտ ծախսեն, անգրագետ են դրա համար չեն կարողանում ճիշտ ծախսեն, Արա մենակ դու ու քո կինն եք գրագետ, որ սաղին կրտում եք, սաղին բացատրում եք, այնքան խնայողաբար եք ծախսում այդ գումարները, վայ, պետք է բոլորը ձեզանից օրինակ վերցնեն, եթե մեր ժողովուրդը ձեզանից օրինակ վերցնի ծախսելու, ես չգիտեմ, այս ժողովուրդը մի ժամվա մեջ կսնանկանա, ինչ ունի իր աղեղացնել կծախի, եթե ձեզանից կես գրամ օրինակ վերցնի, Դու գիտեք ինչ եք այդպես ապր-ցպր, ոնց հասնի, ինչ ասես անում եք, ոնց ասես ծախսում եք, որովհետև դուք կյանքում չեք աշխատել գումար, ձեր քրտինքով դուք գումար չեք աշխատել, դուք նյութ եք գրել մարդկանց վրա, ձեզ գումար են տվել Նիկոլ Փաշինյան, դուք չգիտեմ ինչեր եք արել, ինչ կեղտոտ ձևերով եք այդ գումարը ձեզ աշխատել, դուք քրտինք չեք թափել, Դուք ժողովրդի փողերը դրա համար այսօր ոնց ասես ծախսում եք, ու սրա նրան էլ ձեռ եք առնում, թե բա ճղած բոթասներով եկան, այս արին, այն արին, բան որ աշխատան, դրել ես Քոչարյանի ձեռ ես առնում, այ ողորմելի, ասում ես, բան որ ա եղել, ճղած բոթասներով ա եղել, արա մարդը, գոնե, եղել ա բան որ, Չի էլ հերքում, աշխատել է իր քրտինքով, երբ որ երիտասարդ ա եղել, լապատկա էլ ա բռնել, բան որ էլ ա եղել, վատ բան ա դա։ Այսինքն հիմա այս գյուղերում, որ մարդը աշխատում ա, անասուն ա պահում, հող ա փորում, հողերի մեջ աշխատում, այդ մարդը մարդ չի, այ ոչխար։ Դուք ձեզ ում տեղը դրիք, արա, դուք այդ միանգամից օթից նստակ այդ աթոռներին, այսօր եկել եք այս ժողովրդին ասենց երկնքից եք նայում, մեկ էլ մտնում եք մեջները, շոու կապիկություն, ձեր բջություններն եք անում, թե բա դուք եք ժողովրդից մեկը, Նիկոլ Փաշինյան մի տեղ ես գնում, հարյուրավոր մեքենաներ հետևիցդ քարշ ես տալիս, մի ամբողջ ոստիկանական համակարգ քարշ ես տալիս, այն օրվա այն անձրևին, ազգային անվտանգության աշխատողներ, ոստիկան մի շաբաթ, մի ամբողջ ազգային անվտանգություն ուղղորդել ես Գյումրի արա, երբ որ ազգային անվտանգության գործը դա չի, այ ոչխար, քամակդ պայելը չի, եկեղեցու վրա հարձակվելը չի, դու ես տղերքին տանում մտցնում ես այս կեղտոտ գործերի մեջ, Դրա համար էլ պետության մեջ վխտում է նարկոտիկը, սպանությունները, ագենտուրաները, այդ մարդկանց դու զբաղեցնում շեղում ես, իսկ թշնամին, այս երկրի մեջ թե ինչերով է զբաղվում այդ ընթացքում, այդ նման ոչխարները չեն հասկանում, որտեղ քո խելք ու միտքը, ոչ թե պետությունն է, հայրենիքն է,
ժողովուրդն այլ քո աթոռը, քո երսը, քո մորտին, արա դու պետական մտածողություն զրո գիտելիք ունես պետական մտածողության մասին։ Քեզանից հետո քեզ ոչինչ հետաքրքիր չի։ Քեզ մի բան հետաքրքիր, քեզ չկարանան այդ աթոռից պոկեն։ Թեկուզ ես ամբողջ ազգին դնես մատաղ անես, բայց քեզ այդ աթոռից չպոկեն։ Դու այդտենց վախեցած ես։ Առաջինը վախեցած, որովհետև կեղտեր ես արել։ Ոնց եկել ես իշխանության, ինչքան կեղտ կա, դու արել ես։ Վզիցդ բռնած, փոգը գցել են, արել ես ու անում ես։ Այսօր այդ կեղտոտ գործերը դեմ են տվել տերերդ, դրել են դեմդ, գործակալությունից էիր խոսում, սրա նրա, փաստացի դու գործակալություն ես անում։ Դու կատարում ես մեծ ուժերի հրահանգ, սա ամբողջ ազգը հասկանում է։ Հելել ես ամբողջ պետական ռեսուրսներով, մտել ես եկեղեցու մեջ։ Գնա սահմանները, տիրություն արա, ժողովրդի վիճակը մի հատ թոշակի հարցը լուծի, ոչ թե հելելը ասում է 63 տարեկանը, այդ ինչ տարիք է։ 63 տարեկանը խի պետք է թոշակ ստանա, պետք է 75-ից ստանա։ Ու այ ոչխար, հələ մի հատ հաշվի տես, այս խեղճ ու կրակ ժողովրդից քանիսն են 63 էլ խեղճերս քիչ են ասնում, մեռնում գնում են։ Բա ինչա ուզում կտրի։ Ինչա այս ալիքները տալիս, որ այդ փողն էլ դնի գրպանը։ Այդ պարեկներդ առավոտից իրիկուն դու գանում են այդ խեղճ ու կրակ ժողովրդին, այդ փողերը այդքան, այդ տեսախցիկներով եք դու գանում էլ, կանգնեցնում եք դու գանում էլ, կարմիր գծերով եք դու գանում էլ, մտնում են բիզնեսներն են փոքրերին, են քո ձեռի տակ մտածներին ոչ մեկ չի դու գանում են խեղճ ու կրակ բիզնեսմեններին, մի հատ փոքր բուտկայաբաց է, մի հատ վարսավիրանոց, 2 կոպեկ աշխատում են խեղճերը, դու գանում եք, փակում եք, չեք ուզում արա ապրեն այս մարդիկ, չեք ուզում են նոր սկսնակ բիզնեսը աճի, չեք թողում, խեղդում եք մարդիկ, թքում թողում գնում են այս երկրից։ Ես եմ ճանաչում այդպիսի մարդկանց, որովհետև չեք ցավում են ժողովրդին, չեք սիրում են ժողովրդին, լեզվներիդ եք մենակ տալիս։ Եթե դուք սիրող լինեիք, նախ չեք փախնի ձեր պարտադիր ծառայությունից կգնայիք, կծառայեիք, կտեղից, ձեր ապրածից, արդեն հասկանալի է դուք իշքան կարաք սիրեք։ Այս տեսախցիկների առաջ ում են խոսացնես մեռնում է այս երկրի համար, գժվում է այս երկրի համար, ՀՊ-ականները նենց են խոսում, որ իրանք պաշտում են այս երկիրը, դուք պաշտում եք ձեր փորը, ձեր փողը, ձեր աթոռը, բայց չեք հասկանում, որ այս քաղաքականության արդյունքում շուտով կկտրվի, այն դատավորը, որ դատավոր է, էլ երկիր չունենա, որտեղ կդատի, այն դատախազը, որ դատախազ է, էլ երկիր չունենա, որտեղ կլինի դատախազ։ Այն պնը նախարարը, այն պնը աշխատողը, Արցախը ձեզ օրինակ, ուր են Արցախի դատավորները, Արցախի դատախազները, ԱԱԾ աշխատողները, ուր են։ Վաղը ընկնելու եք Ռուսաստաններ, Եվրոպաներ, որպի պես, չնայած ասում եք մեզ ինչ կա, կարող է դիզել եք 2 կոպեկ փող, բայց վատա ձեր երկիրն ունեք, ձեր պետությունն ունեք, որտեղ աշխատում եք, որտեղ դատախազ եք, դատավոր եք, ինչ եք ուզում կործանեք այդ ամեն ինչը։ Ինչ եք ուզում վարի տակ այդքան տղու պահած, այդքան դարերով եկած հողն ու ջուրը, ինչի։ Ձեզանից հետո էլ կյանք չկա, այն երեխեքը չպետք է մեծանան ապրեն այստեղ։ Եթե ձեզանից առաջ մտածողները ձեր պես մտածեին, հիմա դուք այստեղ դատախազ չէիք լինի երբեք, դատավոր չէիք լինի, հիմա կթափառեիք ինչ-որ մի երկրում, այդ դատավորը կարող է մատուցող լիներ, կարող է տաքսի քշող լիներ, ու անշնորհակալի պես անընդհատ խոսում եք ինչ են արել, պետություն են պահել, պետություն կա, դու որ ելել ես Փաշինյան, այսօր ասում ես, ես պետություն եմ պահում, ես Հայաստանի համար եմ կռիվ տալիս, ես այսքան հողի համար եմ կռիվ տալիս, դու ստում ես, դու Արցախը տվիր դրա անվան տակ, ասիր տանք հանգիստ ապրենք, դրել ես Սյունիքում միջանցք ես տալիս, մեղրիով, մեղրին սրա նրա գրպանը գցելով, ես եմ բանակցե, են եմ բանակցե, 20 տարվա առաջվա բաներ բերել ես, հանել ես, գցել ես
ամեն օր դրանից խոսում ես, փաստացի դուք հանձնել եք, կանգնել եք ձեր բերանով, հայտարարել եք, որ դա Ադրբեջանինն է։ Դա էլ էին նախկինները ձեզ ստիպում, որ կանգնեք, հիմա կարում եք այդտեղ խաբեք, ասեք, ընենց էին բանակցե չկարացանք տակից դուրս գա։ Բա ձեր բերանին ով էր այդ ձեր վզից բռնի ասում, հելեք ասեք Հերիք չի հանձնել եք, չեք հանգստացել։ Ալիևը վզներից բռնել է, այդ հանձնացնել ընենց եք թաղում, որ ձեզանից հետո եկողները չկարանան փրկեն։ Քանի ընկել եք Ալիևի ձեռը, քանի վախեցած, կզած Ալիևի դեմը չոքած եք, Ալիևը տեսեք ինչ խորաման կա։ Ձեր ձեռով ընենց անում, ընենց թաղի, այդ ձեր հանձնածը, էլի ձեր ձեռով։ Որ Իրանից հետո, Նիկոլից հետո ով էր գա, այդ թաղածը չկարանա էլ փրկի։ Իրավաբանորեն ամեն ձևի ստիպում է սրանց, որպեսզի Արցախը ամբողջությամբ հրաժարվեն Արցախից։ Ամեն ձևի։ Եվ միթե մեր ազգը սա չի տեսնում։ Խորամանկ Ալիևի հայլերը չի տեսնում։ Երբ որ 21 թվին ասում ենք կզած, պարտված ղեկավարին մի ընտրեք, որովհետև սա կգա, սա։ Հիմա տեսնում եք ոնց Ալիևի կողմից կառավարվում։ Ոնց Ալիևի հրահանգները հատ առ հատ կատարում, տեսնում եք։ Տեսնում եք ինչ անում։ Այսպես է լինում, երբ որ դառնում է թշնամու ձեռքի տակ խամաճիկ քո երկրի ղեկավարը։ Ու սա ոչ թե լոկ խոսքեր է, այլ Ալիևի հայտարարություններից հետո հաջորդում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները երկրի ներսում։ Այսինքն Ալիևը հրահանգը տվեց, ինքը կատարում է։ Կատարում է, որովհետև վախեցած է, որովհետև բանակցություններում պարտվում է, ամենտեղ պատերազմում պարտվել է։ Երբ որ ասում ենք դեմքը պետք է փոխվի, այդ մենք չենք ասում, շատ գրագետ, խելացի, փորձառու մարդիկ ասել են։ Սա է սիրելի հայրենակիցներ, այսպիսիները ձեր երեխաների ապագան կտրելու են, դուք երջանիկ չեք կարողանալու ապրեք այս թուրքապատակների հետ, դուք ունեք սեփական ուղեղ, դուք տեսել եք այս տարիները, դուք տեսել եք այս ամեն ինչը, դուք հարգելի թոշակառուներ, հարգելի տատիկ պապիկներ, 60 անց մարդիկ, Նիկոլ Փաշինյանը ձեր թոշակը ուսում է կտրի, դուք մի քվե սրան չպիտի տակ, ձեր երեխեքը չգիտեմ ինչ կասեն, մյուսը, ձեր բարեկամները, ոչ մի քվե չտակ, օրերս նա ազգային ժողովում դրա մասին հայտարարեց, ասում է 63 տարեկանը թոշակառուի տարիք չի, տեսեք ձեզ ինչ եմ ասում, հիշեք ես եթերը, վաղը որ ձեր թոշակը կտրեց, սոված կմեռնեք, ես այս տարիների ընթացքում շատ տարեց մարդկանց հաց եմ հասցրել, ցամաք հաց, որ չմեռնեն, իրանց պահած երկիրն է, ով էլ որ կկասկածի, քպեին եմ ասում, թող գան հետը ստանեմ ցույց տամ իրանց պահած ժողովուրդը ինչ վիճակում այսօր, ժողովուրդը այդ միայն քպեն չի, քպեյում ապրողները չեն միլիոնները ստացող, եկեք գնանք ցույց տամ ինչքան սոված երեխեք կան, դուք հեսա շքեղ ձեր նոր տարին ձեր հրավառությունը կանեք, չեք ասում 30% սոված երեխեք հաց չունեն ուտելու, ոչ մեկիդ այդ հետաքրքիր չի, պետական պաշտոնյա եք, իշխանավոր եք, ոչ մի պատասխանատվություն չեք վերցնում, չեք ասում այդ երեխեն, շունիկիդ հատը էս եղավ, են եղավ, ելեք մտեք տեսեք ինչքան անտուն ու սոված երեխեք կան այսօր, ով ուզում է քպեից, գա տանեմ, առանց վիրավորելու, առանց վատ բան ասելու, տանեմ, տեսեք ոնց են ապրում, տեսեք ինչերի մեջ են ապրում, հելեք մտեք ձեր ժողովուրդը չեն այդ սոված երեխեք, այդ դոմիկների մեջ ապրող ցրտին, վառելիք չունեցող, այդ ժողովուրդը ձեր ժողովուրդը չի, բա գնացեք տեր եղեք, թե այդ աթոռները նստել եք, փողերը ստանում եք, գիտեք այդ պաշտոնը մենակ ուտել խմելու, քեֆ անելու, ախրանիկներով ման գալու համար, անպատասխանատուներ եք, դրա համար պատասխանատվություն ցավ չեք զգում, ձեր հայրենակցի հանդեպ,
ոչ մի պետական ծրագիր, ոչ մի ճիշտ ծրագիր, այնպես անենք աղքատությունը, որ այս մարտիկ չհայտնվեն այդ սովի վիճակում, չէ, ձեզ հետաքրքիր չի։ Դու մենակ Նիկոլ գնաս ու մեղադրես ազգային ժողովում, իրանք են մեղավոր, որովհետև դու մեղադրող ես, դու գործ անող չես։ Իրանք մեղավոր չեն, դուք եք մեղավոր, ես էլ ասում եմ։ Շնորհակալություն։ Ամփոփեք։ Ամփոփեմ, հա, այն որ թոշակառուն չի կարում ծախսի, թեկուզ քո ասացի պես, դու ես մեղավոր, որովհետև համապատասխան թոշակ չես տալիս։ Այդ մարդը չգիտի որի վրա ծախսի, դեղերն առնում է, հացը չի երիկացնում։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, հետևությունները արեք դուք, ես ասում եմ ձեզ, բոլորդ պետքա պայքարեք։ Ինչքան ուզում ա, ում ուզում ա ճնշեն, պետքա խոսեք, պետքա չլռեք, պետքա պայքարեք։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։